Իրանի Սպահան քաղաքում հզոր պայթյուններ են որոտացել։ Հրթիռակոծությունների ֆոնին իրավիճակը տարածաշրջանում դառնում է ել ավելի անկանխատեսելի։ Ամերիկյան F-16 կործանիչ է վնասվել Իրանի երկնքում և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում, հայտնել է իրանական Թասնիմ գործակալությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն արդեն հաստատել է Մերձավոր Արևելյան բազաներից մեկում ինքնաթիռի վայրէջքի փաստը։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Եմենի հուսիները կոշտ հայտարարությամբ զգուշացրել են, որ իրենց մատները ձգանին են և պատրաստ են անմիջապես միջամտել հակամարտությանը, եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի սրվել կամ եթե այլ երկրներ միանան ԱՄՆ-իսրայելական գործողություններին։ Մեկ ամիս է ինչ Իրանը պատերազմի մեջ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Ամերիկա-իսրայելական ուժերը հարվածում են Իրանի ամբողջ տարածքին, թիրախավորելով իշխող վարչակարգի օբյեկտները։ Սակայն այդ հարվածները կործանարար հետևանքներ են թողնում նաև մոտակայքում ապրող խաղաղ բնակիչների վրա։ Ռազմական փորձագետների կարծիքով Իսրայելը օգտագործում է Մարկ 84 տեսակի հզոր ռումբեր, որոնք կշռում են շուրջ 900 կիլոգրամ։ Մարդասիրական իրավունքի մասնագետները նշում են, որ նման ծանր զինատեսակների կիրառումը խտաբնակ վայրերում կարող է որակվել որպես անհամաչափ և հակաիրավական գործողություն։ Պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը Իրանի վրա նետել է ավելի քան 12,000 ռումբ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ հարվածել է ավելի քան 9,000 թիրախի։ Դրանց մեծ մասը գտնվում է հենց բնակելի թաղամասերի սրտում, խանութների, դպրոցների ու տների հարևանությամբ։ Մարդու իրավունքների ակտիվիստների տվյալներով հակամարտության առաջին ամսում Իրանում սպանվել է ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ Թեհրանի բնակիչները դժգոհում են սեփական իշխանություններից, նշելով, որ չկան հանրային ապաստարաններ, տարհանման աջակցություն կամ նախազգուշացնող ազդանշաններ։ Մարկո Ռուբիոն Ֆրանսիայում մեծյոթնյակի նախարարների հետ հանդիպանը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտևի ևս 2-ից 4 շաբաթ։ Այս նոր ժամկետը հակասում է նախագահ Թրամփի նախնական կանխատեսումներին։ Ռուբիոն պնդում է, թե կողմերը մոտ են լուրջ բանակցություններին, սակայն իրանցի պաշտոնյաները խուսափում են հեռախոսակապից, սպանվելու մշտական վախի պատճառով։ Թեհրանում որոշում կայացնողների հստակ շրջանակի բացակայությունը կասկածի տակ է դնում փոխնախագահ Վենսի գլխավորությամբ հնարավոր դիվանագիտական գործընթացի հաջողությունը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Միացյալ Նահանգները ծրագրում է դաշնակիցների ուժերով հատուկ ստորաբաժանում ստեղծել Հորմուզի նեղուցը վերահսկելու համար։ Այս ռազմավարության նպատակն է թույլ չտալ, որ Իրանը տուրքեր գանձի առևտրային նավերից կամ վերականգնի իր ազդեցությունը միջազգային ջրուղիներում։ Հիմա մենք ուրիշ բան ենք անում, մենք Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից սկսել է ներկուսակցական քարոզարշավը, այս անգամ Երևանում։ Սկզբում իր բնորոշմամբ կոֆե կենտրոն արել ԿՊԱ-ականների հետ, ով չէր երևում ստեղ։ հետո վարել իրենց սրտիկով մեքենան, Ցույց ես տվել վերևի ինձ, հələ տենց հանի ցույց տվի։ զբոսնել կենտրոնում ու նստել պատական ավտոբուս, ճանապարհին մարդկանց բաժանելով Հայաստանի քարտեզով բրոշներ։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 3 անձ է ձերբակալվել մարտի 25-ին Կանազի մշակույթի տան ներսում գույքը դիտավորությամբ այրելու համար, հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։ Սիրելի հայրենակիցներ, մենք գտել Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նոր փուլի մասին, ընդգծելով իրավական գործընթացների ակնհայտ անհամապատասխանությունը ժողովրդավարական նորմերին։ Ըստ փաստաբանի 2026 թվականի մարտի 26-ին քննչական կոմիտեն իրազեկել է նախաքննության ավարտի մասին, սակայն պաշտպանական կողմին ընդամենը 15 ժամ է տրամադրել գործի 135 հատորներին ծանոթանալու համար։ Նա շեշտել է, որ քննչական կոմիտեն փաստացի հաստատում է Սամվել Կարապետյանի առնչության բացակայությունը նշված տնտեսական մեղադրանքներին, համարելով, որ հազարավոր էջերը հնարավոր է ընթերցել մի քանի ժամում։ Վարդևանյանը նշել է, որ սա իրավունքի նկատմամբ բացահայտ անարգանք է, քանի որ օրենսգիրքը պահանջում է տրամադրել ողջամիտ ժամկետ նման ծավալի նյութերը ուսումնասիրելու համար։ Այս ամենը մեղմ ասած աբսուրդ է, նույնիսկ ինչ որտեղ խայտառակություն է։ Բայց իհարկե ամեն աբսուրդ եւ խայտառակություն ունի իր սկիզբը եւ ավարտը։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը մի բանի մասին է խոսում, որ իսկապես ժողովրդավարական արժեքների
եւ սահմանադրական երաշխիքների տապալման հետ գործ ունենք։ Բայց ուժեղ Հայաստանում հենց պատկերացումը պետք է լինի այնպիսին, որ սահմանադրական արժեքները գերակայեն, իրավունքը գերակայի եւ չլինեն քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Իսկ այսօր ցավոք իրավիճակը ճիշտ հակառակն է։